ոչինչ չգիտե ինձ, ոչ մի բան չէր ասել։ Դե հիմա ասեցինք իմացակ։ Լավ։ Ինչպես նման դեպքերում ասում են, թող Աստված հոգին լուսավորի, ինչ անենք։ Եղած է, ոչ մի բանով չեն կարող ոչինչ փոխել։ Լավ։ Բոլորի ուշադրություն գրադարանի վրա։ Բայց դուք ես ինչ արվուքի մարդ դուրս եկաք։ Աստված իմ ես կգժվեմ։ Հիմա ում հավատամ, ում չհավատամ։ Ռաֆայելն ասում է Արմանին պետք չի հավատալ, Արմանը նույն բանը Ռաֆայելի համար է ասում։ Հիմա ես ինչ անեմ, ում հավատամ։ Ալո, ընկերաշոտ։ Լևոն ջան։ Ընկերաշոտ, ես ուզում եմ խոսենք։ Խոսենք տղա ջան, բայց դու ասա որտեղ ես։ Փողոցում եմ հիմա։ Ես էլ եմ փողոցում։ Բարապանքում եմ, բայց մեծ երեխան եք ասեմ թող բարապեն մինչև ես կմիանամ իրենց։ Ուզում եք ավելի ուշոտ հանդիպենք։ Այ տղա ջան, ավելի ուշ կասա որտեղ ես։ Խանջան փողոցի վրա։ Դե դեռ միտեղ սրճարան մտի ես 5 րոպեից կգամ։ Եղավ։ Մի ժամանակ կողքներս էր նստած, հիմա գլուխդ կախ, մենք քեզ վերևից ենք նայում։ Այսի գիտես որ բանն է, ասում են որ խոզի գլուխը դնում ես խալու վրա, գլորվում ընկնում է ցեխի մեջ։ Չգնահատեցիր էլի լավությունը, չգնահատեցիր։ Էլ մի ասա։ Կյանքդ փրկեցինք, դրինք ես մարդատեղ, մենք սխալ ենք, դուրս եկավ Սողոնա ճիշտ։ Հա, պաստորեն Սողոն ճիշտ դուրս եկավ, իսկ դու անաղու հաց, արա։ Ես անաղոտ չեմ, Տիկո։ Բա ինչ ես։ Դու լավ գիտեիր, որ օֆիսում ինչ լսում ես, պետք է տեղում մոռանաս, քանի անգամ եմ ասել։ Այլ, ու եթե լսել ես, թեկուզ մենք բարձր խոսած լինեինք, դու պետք է չլսեիր, հասկանում ես։ Այդ մեկը չէի կարա։ Այդ ինչի չէիր կարա։ Որովհետև Լյովը իմ ընկերն է, իսկ ես իրան էր վերաբերվում։ Դու գնացիր ասեցիր, ինչ-որ բան փոխեց։ Փոխել է, բա ինչ արե։ Մի կես ժամ ուշքը գնացած էր։ Հիմա դավաճան շամպես նստած է։ Տիկո, եթե ես Լյովին ասած չլինեի, այդ ժամանակ դավաճան կլինեի։ Բայց ինչի։ Մանվել, ես կորցնելու բան չունեմ։ Ես գիտեմ, որ դու ինձ չես ներելու, բայց գիտակցելով հանդերձ գնացել եմ ես քայլին։ Այ ամրոս, բայց ինչի ես գնացել այդ քայլին։ Մանվել, ես իմ կարճ կյանքում նենց կյանք եմ ապրել։ Որ սաղ իրար գումարես հանես, մի 100 տարի ապրած կլնեմ։ Հո գիտես ինչ եմ հասկացել, որ լավ մարդուն պետք չի գցել, պետք չի դավաճանել։ Էլ ինչ ես հասկացել։ Իրոնյոտ քեզ պայմանվել։ Հələ հանգստացի։ Լավ, Տիկ։ Լյովը իմ համար շատ բան արել, ու անշահախնդիր։ Ոս պարտավոր է իրան ասես ամեն ինչը։ Մենք էլ ենք քո համար շատ բան արել։ Բայց այդ ինչի մեր արածը չգնահատեցիր, Լյովի արածը գնահատեցիր։ Դու արել ես, որովհետև հետս գործում էր։ Իմ հետ կապված պլաններ ուներ։ Իսկ Լյովը ամեն ինչ արել է անշահախնդիր կերպով։ Ինքը ոչ մի ակնկալիք չի ունեցել։ Ու ես պարտավոր է իրան օգնել, իրան եղբայրն էլ ես իր կողքը լինեի։
Դրա համար եմ ես ամեն ինչ իրան ասել։ Մամե։ Երեխեք զանգերը գնաց։ Բարսախոս միացա, որ բոլորս էլ ասենք։ Տեսուս մնացեք միացնը։ Ընկեր Պետրոսյան։ Բարև Լուսինե ջան։ Բարև ձեզ ընկեր Պետրոսյան։ Մենք ճիշտն ասած իմացել ենք, թե ինչա պատահել, ու հիմա ամբողջ դասարանով հավաքված ենք։ Ցավակցում ենք, ընկեր Պետրոսյան ջան։ Ընկեր Պետրոսյան, ինչով կարանք օգնենք։ Ընկեր Պետրոսյան, ես պապային կասեմ, այդ դիակի տեղափոխման հարցերով կզբաղվի։ Հա, ընկեր Պետրոսյան, մենք ինչ պետքա կանենք, չմտածեք։ Չէ, երեխեք ջան, ոչինչ պետք չի անել, շնորհակալ եմ։ Այդպես ինչ կերնի, մենք ինչ որ պետք է հաստատ կենենք։ Ընկեր Պետրոսյան, մենք հիմա ամբողջ դասարանով հավաքված ենք մի մարդու պես։ Ընկեր Պետրոսյան, ես պապային կասեմ, ինչ հարցով պետքա ձեզ կօգնի։ Գևորգ ջան, շնորհակալ եմ անհանգստության համար, բայց բարձում է, որ հորս մի քանի օր ինչ թողել են, իսկ ես անգամ չեմ իմացել։ Աղջիկ Պետրոսյան, ինչի ա Մոսկվայում գոնե մենք կողքին կլինեինք։ Երեխեք, բայց չեմ հասկանում, ոնց կարա տենց լինի, մարդը մահացել է, բայց տեղյակ չեմ պահել։ Ես վաղ կարամ գնամ Մոսկվա։ Ավելի ճիշտ, կարամ բոլորի համար տոմս առնեմ, որ գնանք բոլորով Մոսկվա։ Գժվեցիր, Գևոր։ Հա, բայց դրա մեջ անհնար ոչ մի բան չկա լոս։ Պապայի համար էդի ոչինչ ա։ Գևորգ, հասկացանք փողում եք, բայց այդ չի նշանակում, որ դու որտեղ նստես, պետքա դրա մասին խոսես։ Երեխեք, հիմա ինչ ենք անելու։ Հետաքրքիր մարդիկ եք, ինչ պիտի անեք երեխեք։ Հանգիստ նստեք տեղներդ էլի։ Պետրոսյանը որ գա, կգնանք ցավակցելու, այդ ժամանակ էլ կորոշենք ինչ ենք անելու։ Երեխեք, մի հատ բոլորդ նստեք ձեր տեղերում։ Մի հատ նստեք։ Ես մի հատ գնամ, տեսնեմ, թե ինչ ենք անելու։ Այնպես չլինի ասեն, Դասղեկի հայրը մահացել է, իրան քարից օգտվել ու դասից փախել են։ Ինձ որ լսես, ոչ էլ կգնաս ուսուցչյանից։ Բա ինչ անենք, արեք։ Հանգիստ նստենք, լիքը բան ենք քննարկելու, մնանք քննարկենք։ Այսքանից հետո էլ ինչ քննարկում։ Հայելի։ Խի երեխեք, սիրտ չունեք։ Ինչի դու ունես, Գևոր։ Թե նեն չի, որ ես չեմ ազդվե։ Ուղղակի ասում կյանքը շարունակվում է։ Իսկ ստեից գնացողը 40 օր սուքի մեջ չի մնալու։ Տեն չի։ Ես էլ եմ մտածում։ Դրա համար ասում եմ մնանք լիքը բան ունենք մենք քննարկելու։ Համեր դասից հետո սաղած գնում ենք, չեն կարողանում մնալ, բոլորս էլ զբաղված ենք։ Դրա համար եմ ասում մնանք։ Լավ։ Ուրեմն մնում եմ, որ քննարկենք։ Ջան, այ ջան, привет։ Բարև, Զավեն Գրիգորիսյան։ Ոնց ես։ Շատ լավ է։ Երկելով ման ես գալիս։ Ոնց, այ ջան, այ կարունագալի տակ արդեն եղանակները հեսա ամառը սկսում է, Երևան Սևան, խորոված է, շատ լավ բան է, ջան, տույ բա։ Ինչ կտժանք, բայց գլուխներս կհանգստանա էլի։ Այ, ճիշտ ես ասում, ճիշտ։ Հիմա երևին էլին տակ ավազի վրա պարկած։ Զագարանտ, երանիրա։ Հիմա նելին, հիվանդանոցի կրավատին պարկած, սիստեմայ ընդունում այդ ջան։ Չհասկացա։ Ինչի։ Որ էլի խում պահպանի։ Ես ինչ պատման ասեցիր։ Մի ասա ես էլ իշեցի տրամադրությունը սնգավ է, վատ է էլի, լավ չի։ Լավ, անպայման ես որ միազանք տան բարձրանամ։ Գնալու ես ինձ էլ ասա հետդ գամեն է։ Հա, կասեմ։ Լավ բան չասեցիր։ Խեղճ աղջիկ։ Բա Շեկոյանը գիտի։
ով սոփան գիտի, ոնց կարող է շեկուանը չիմանա։ Բազան։ Սոփա ջան, իրես չէ հենց ամուսնանաս, մյուս օրս կեսօրդ մի հատ մեծ գարամատաղ անելու, հա, որտենց հրեշ տակատում բերել։ Հա։ Գիտեք ինչա պատահել։ Ինչ։ Պետրոսյանի հայրն է մահացել։ Ինչ է, մայ աղջիկ։ Այ քեզ բան։ Այ քեզ բան։ Մի րոպեի ընթացքում երկու վատ նորություն։ Հա։ Չգիտես ինչից ոնց։ Տղա ջան, դե հիմա ասա, ինչ է եղել։ Ինչ է սենց անտրամադիր։ Աբոյից նորություն կա։ Ոչ մի նորություն էլ չկա ընկերաշոտ։ Բա ինչ է եղել։ Բան էս բարձ է։ Երկու մարդ։ Հա։ Մեկը Արմանը, որին Ալբերտը շատ էր վստահում։ Մեկը Ռաֆայելը։ Դե լավ գիտեք, որ եղբայրս։ Ինձ իրար հակասող բաներ են ասում։ Ու հիմա ես չգիտեմ ուղղակի թե ում հավատամ։ Այսինքն։ Այն օրը Ռաֆայելը ինձ ասաց, որ Ալբերտի օֆիսի բոլոր թղթերին ինքը պիտի ծանոթանա։ Այսինքն այդ բիզնեսների, արք ու վաճառքների, ելումուտի այդ բոլոր թղթերը ինքը պիտի տեսնի։ Մտածում է, թե այդ թղթերի մեջ կարող է ինչ-որ ինֆորմացիա լինի։ Ու դրանով պարզենք, թե ում էր ձեր տալիս Ալբերտի անետացումը։ Նայեք, ընկերաշոտ, Արմանի պահով ստուգել հնարավոր է։ Ես ձեզ մի անգամ արդեն ասել եմ, Ալբերտի բոլոր ունեցվածքների թղթերը ինձ մոտ են։ Դրանք նայելով ես կարող եմ մի բան հասկանալ։ Բայց այ Ռաֆայելի համար չգիտեմ ինչ անեմ։ Չնայած Ինչը չնայած։ Ոնց իմանանք Արմանի ասածը ճիշտ է թե չէ։ Ու մի բան էլ կա ստեղ։ Յուլիան։ Ինչ Յուլիան։ Յուլիան սարսափելի վախենում է Ռաֆայելից։ Ես դրա մասին ոնց չէի մտածել։ Մի րոպե ախպեր։ Ես չեմ հասկանում, մեկ էլ ինք դա աստալուս կիմ այդ մատով չկապանք։ Տիկ դու ջոգիր ինչ ասեց։ Ասենք ջոգի։ Արտյոմը լավությունը հասկացող գնահատող տղա է։ Ու տեսար թեման ուր տարավ։ Ոնց ես էի պատկերացնում, որ ինքը միամիտա տենց չի տիկ ինքը։ Հա, ասենք ինքը միամիտ չի։ Հասկացանք, ասենք ջոկող է, էդ էլ հասկացանք։ Հիմա ինչ, ներելու ենք գնա, հա, չենք պատժելու։ Ներելու ենք ու ավելին ասեմ, տեղ եմ տալու իրան։ Ախպեր մի անգամ տեղ տվեցիր, ուր է լավ նստավ։ Գլխից, չէ։ Չէ, տիկ գլխից չնստավ։ Տիկ Արտյոմը իր փայով շատ ճիշտ է։ Մանգուստը գիտես խիա կերում։ Ընկերոջ փայով եմ ասում, էլի։ Հա, դի։ Արամիկի դեպքը հիշում ես, որ այդ դեպքը չլիներ, մենք մանգուստի մեռնեինք էլ չենք կարող քաշենք այս խաղի մեջ, ճիշտ է թե չէ։ Դա ճիշտ է, բան չասեցի։ Հիմա էլ Արտյոմը, տիկ չեմ հասկանում, մենք ենք սխալ ընկերություն անում, թե մեր կռուկի մեջ փողը մարդկանց փչացնում է։ Դե իմ ու քո մասի չեմ խոսում։ Մեծանան կփչանան։ Հիմա ինչ, ոչ հոգս ունեն, ոչ շա ունեն իրարից։ Չէ, տիկ, այդ հարցում սխալվում ես։ Այստեղ ես մտածելու ունեմ ու դու էլ։ Գնա դրան բեր։ Ում ախպեր Արտյոմի։ Հա, Արտյոմի։ Լավ է ախպեր, ինչ Արտյոմ։ Տիկ դրան մատով չկպնեք, բեր դրան։ Աստորեն ես լրիվ զրա եմ ապրել, զրա։ Սպասի տղա ջան։ Այս դրանից էլ կարելի է սկսել։